Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, լավ տրամադրություն եւ հետաքրքիր կերակուրներ է, որ ուզում ենք մենք ձեզ այստեղից փոխանցել։ Եվ իմ հյուրն է այսօր Խորեն Հարությունյանը, հայ խոհարարական համանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Մամուլյան եւ ընկերներ գինետան ավագ խոհարար։ Ողջույն։ Բարև, պարոն Մամուլյան։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, Խորեն ջան, ինչ ենք պատրաստելու, այսօր ինչ ակնկալիք ունենա մեր հեռուստադիտողը։ Այսօր մենք կպատրաստենք գինով շոգեխաշված սիկ, կօգտագործենք սիկ, բանջարեղեններից բիբար, սոխ, լոլիկ, կարագ, սպիտակ գինի, թարխուն եւ համեմունքներ։ Մենք հիմա այսպես թվարկեցինք սովորական, ասես կոչված ամառային ձևով շոգեխաշված ձուկ, բայց ինչ առանձնահատկություն ունի հենց այս մեր այսօրվա պատրաստելիքը։ Այսօրվա պատրաստելիքը այն առանձնահատկություն ունի, որ մենք նրան երկու ջերմային մշակում ենք ենթարկելու, այսինքն համակցված ջերմային մշակման ենք ենթարկելու։ Տապակելու ենք, նոր խաշելու։ Նոր շոգեխաշելու։ Այ որ հեռուստադիտողը հասկանա, որ թե չէ, հենց սկզբից որ նշեցինք, կարող է հենց այս բանին հեռուստադիտողները զոմանք, ասեն դե լավ խաշված ձուկ, մենք գնանք ուրիշ գործ անենք։ Հետո մենք օգտագործելու ենք շաֆրան։ Ավելի հետաքրքիր կլինի։ Եւ սպիտակ գինի։ Այո։ Լավ, ինչպես սկսենք, ինչից սկսենք։ Դուք որ խնդրեմ ձեզ ձուկը երկու մասի բաժանեք, ես կալորապատեմ դա, ալուրի մեջ ուրեմն լցրել ենք մենք կարմիր բիբար, սև բիբար, աղ եւ 4 թարխուն։ Հիմա փոքր Իսկ տապակը արդեն տաքանում է, չէ՞։ Այո, տապակը պետքա տաք լինի։ Տապակը կտաքանա, մինչեւ դա ես ձուկը ալորապատեմ։ Ալուրի մեջ նորից հիշենք, աղ, պղպեղ, սև եւ կարմիր։ Այո։ Եւ 4 թարխուն։ Իսկ մինչ կալորապատի խորենը ես հայտարարեմ, որ հուլիսի 29-ին Այրիվանքում ժամը 13-ին մեծ միջոցառում է իրականացվելու նվիրված մեր մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանին։ Մասնակիցները կարող են հասնել Այրիվանք ավտոբուսներով եւ այդ ավտոբուսները կլինեն կոնսերվատորիայի հարակից տարածքում։ Ալրապատեցինք Ձեթ ավելացնենք, փոքր։ Մինչ կեղև ստանալը պիտի տապակենք, արագ, այսինքն դեռ ամբողջական ջերմային մշակման մասին չի խոսքը, նախ պիտի կեղևապատենք, հետո այդ բանջարեղեններով արդեն ստանանք նաև շոգեխաշման պրոցես, նաև ստանանք հյութ։ Այո, դրանով հենց կարծում եմ հայկական խոհանոցը տարբերվում է մնացած խոհանոցներից, քանի որ շատ ուտեստներ կան, որ մի քանի ջերմային մշակում են անցնում։ Այո։ Նույնիսկ 3-ից ավել ջերմային մշակումներ են անցնում, դրանով հենց ավելի դժվար է դառնում ու ավելի համեղ է դառնում։ Ավելի համեղ, ավելի զգացական, չէ՞, բայց հենց այդ դժվարությունը չի արդյոք պատճառը, որ շատ դեպքերում մենք գնում ենք դեպի հեշտ, դեպի այդ շատ ժամանակ եւ ջանք չխնայող կերակուր պատրաստել։ Դե ընդհանրապես իմ կարծիքով կապ չունի խոհանոցում, թե մնացած մշակույթի գծերում ինչքան շատ է տանջանքը լինում, այնքան ավելի գնահատելի է լինում։ Լավ, եղբայր, դե սկսենք, արդեն տաքացավ։ Բարեկամներ, իսկ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը Ախտալայի քաղաքապետարանի, Լոռու մարզպետարանի եւ էկոնոմիկայի նախարարության հետ միասին 7-րդ անգամ Ախտալայում սեպտեմբերի 12-ին խորովածի փառատոնն է իրականացնելու։ Թիմերը կարող են մասնակցության համար ներկայացնել հայտ մինչ սեպտեմբերի 1-ը։ Տաքացավ տապակը եւ ձեթը, հիմա կտապակենք։ Հա, իսկ բանջարեղենները սոխ պիտի կտրատեինք, չէ՞։ Այո, հողակաձև։ Հողակաձև, բայց բարակ կտրատենք, որ շուտ հյութերը քանվեն, չէ՞։ Եվ կանաչ պղպեղ, տաքտեղ։ Լոլիկն էլ լոլիկը կօգտագործենք չերի լոլիկ, պարոն Մամուլյան։ Չերի օգտագործենք, թե այս հյութերը։ Ոնց կուզենաք։
Երևի հյութեր։ հյութերը կօգտագործենք։ Կարող ենք մաքրել կեղևից, չէ՞։ Ամեն անգամ լոլիկին մոտենալիս, հատկապես տարիքով մեր հայրենակիցները հիշում են խորհրդային ժամանակների լոլիկը, հյութեղ, փափուկ։ Բնական պայմաններով աճեցված։ Բնական պայմաններով լավ տրամադրությամբ։ Իհարկե այս պահին լավ տրամադրությունը հարաբերական է, այսօրվա գյուղացիներ լավ տրամադրություն ունի, բայց ախր սորտն է փոխվել, սերմն է փոխվել, ինչ անիխեր գյուղացին։ Այս ջերմային մշակման ենթարկելու շարժառիթը կայանում է նրանում, դեստապակելու, չէ՞, փաստորեն, որ մենք կեղևով ապահովագրենք ձկից արտահոսքը, այո, արտահոսքը նրա, որ արտահոսք չլինի։ Այս ալուրային մասը կարող է նաև մեզ ապահովել սոուսի թանձրությունը, պարոն Մամոյան։ Այո, այո։ Հիմա կարող ենք ինձ թվում է արդեն ավելացնել բանջարեղենները։ Այո։ Տեսանենք, որ հյութերը գինին վերջում, հա։ Այո։ Հիմա մենք ավելացնենք նաև գինին։ Մի փոքր շաֆրան կավելացնենք, որ խնդրեմ գտալ կանցեք շաֆրանի արմատները աղացած։ Եվ կարակ կավելացնենք։ Դրամ։ Եվ արդեն կարող ենք ծածկել տապակը և մարմանդ կրակով թողնենք, որպեսզի ձուկը շոգի խաշվի։ Ծածկենք։ Որքան ժամանակ պահանջվի։ Մոտավորապես 10-ից 12 րոպե։ 10-ից 12 րոպե։ Սպասենք։ Խորեն ջան, ինչ ստացվեց։ Մեր ձուկը արդեն համարյա թե պատրաստ է։ Ճիշտ ասած, շատ լավ բան ստացվեց։ Խոստովանեմ, որ այնքան էլ վստահ չէի։ Բայց շատ լավ հյութ ստացվեց, բնական, գինու հետ համախառնված եւ բանջարեղենից արտազատված հյութեր։ Հիմա մի փոքր համում ենք աղով։ Վերջում։ Եվ մի փոքր էլ չոր թարխուն ավելացնենք։ Ես ուզում եմ, որ ես իմանամ, իհարկե մենք միասին շատ ենք աշխատել եւ գիտեմ, որոշ բաներ համեմելու, լինի դա պատրաստելու, ինչ որ մենք հաշվի առնում ենք մեր հյուրերի ճաշակը, մեր հյուրերի քիմքի այդ զգացողությունը։ Թե մենք անպայման բոլոր ամեն ինչը մենք պիտի պարտադրենք կամ մենք պիտի անենք, թե պիտի հարցնենք նաեւ կարծիք իմանալու։ Ճիշտ ասած, պետք է հարցվի իրանց ինչ առաջարկներ ունեն, ինչից են գոհ, ինչից են դժգոհ, որովհետև կարող է նաև իրանց կարծիքը ինչ որ մի նոր գերակա տեսակի հիմք դառնա։ Այո։ Եվ այդպես շատ է լինում։ Հիմա արդեն կարող ենք մատուցել ձուկը, պատրաստ է։ Շատ գեղեցիկ տեսք ունի։ Այո, բույրը ամեն ինչի մասին հուշում է արդեն։
բարեկամներ, նորից հուշենք, թե ինչ գործողություն իրականացրինք, նախ ալարապատեցինք սիգը, իսկ ալուրի մեջ կար աղ, պղպեղ եւ չոր թարխուն, այնուհետև բարձր ջերմաստիճան տակ տապակեցինք, կեղևապատեցինք ձուկը, դրանից հետո շարեցինք ձկան վրա բարակ կտրատված սոխ, լոլիկ եւ տագդեղ, ավելացրինք մի քիչ սպիտակ գինի եւ շաֆրանի արմատիկ, այսինքն եւ վրայից կարագ դրեցինք, այսինքն ստացված հյութը գինու, բանջարեղենի եւ որոշ չափով նաեւ ձկից արտազատված այդ հյութն էր, որ մեր շատ ու շատ հյուրեր, շատ ու շատ մեր հայրենակիցներ սիրում են եւ այս կերակրի հետ նաեւ մատուցում են չորահաց թաթախելու եւ ճաշակելու։ Շատ ապրես, Խորեն ջան, խնդրում եմ դու քո ցանկությունները, քո հորդորները մեր հեռուստադիտողներին ինչ կցանկանաս։ Ես կցանկանամ, որպեսզի ցանկացած մարդ ձգտում ունենա, քանի որ առանց ձգտումի մարդ չի կարող առաջ գնալ եւ ինչ-որ նպատակների հասնել։ Այո, բարեկամներ, թող մենք բոլորս ունենանք ձգտում, մենք բոլորս ունենանք նաև տեսլական, թե ինչի ենք ձգտում եւ թող բոլորիս այդ ձգտման արդյունքում տեսլականը իրականանա։ Շնորհակալություն Խորան ջան, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք նախատեսել այսօրվա համար, հարկավոր է միայն հիշեցնել, որ կերակուրը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան տաքությամբ եւ հետը սպիտակ, անապակ, հայկական, անսահմանափակ գինի վայելեք եւ անուշ լինի։ Իսկ ինչպես միշտ հրաժեշտից առաջ ուզում եմ բոլորիս ցանկանալ, որ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու, ողջ լերու բարեկամներ։ Շոկ է խաշված սիկ, սիկ 1 հատ, թթվասեր 100 գրամ, լոլիկ 70 գրամ, տագդեղ 40 գրամ, կարագ 30 գրամ, ձեթ 20 գրամ, ալյուր, շաֆրան, աղ, պղպեղ։ Բարի ախորժակ։